Բարբովեր կանաչ մորուք կամ հեքիաթ արքայազնի մասին, որը թղթախաղում տանուլ է տալիս իր գլուխը։ Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։ Լինում է չի լինում, Ֆրանսիայում մի թագավոր է լինում։ Այս թագավորը մի մինուճար տղա է ունենում, անունը Շարլ։ Թագավորի եղբայրը Անգլիայի թագավորն էր և մի մինուճար տղա էլ նա ուներ։ Օրերից մի օր Շարլը գնում է իր հոր մոտ և ասում է. «Հայրիկ, ես ուզում եմ, որ իմ հորեղբորը Անգլիայի թագավորին մի նամակ գրես ու իմ անունից խնդրես, որ իր տղային թույլ տա մի քանի օրով ինձ հյուր գա, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել և շատ եմ ուզում հետը ծանոթանալ, չէ՞ որ նա իմ հորեղբոր որդին է, մենք եղբայրներ ենք, չէ՞»։ Ֆրանսիայի թագավորը մի նամակ է գրում իր եղբորը և խնդրում, որ իր տղային մի որոշ ժամանակով հյուր ուղարկի։ Եվ մի գեղեցիկ օր Անգլիայի թագավորի որդին, անունը Հարի, իր դաստիարակի հետ գալիս է Փարիզ։ Երկու թագավորների որդիները շատ շուտ մտերմանում են և դառնում անբաժան եղբայրներ։ Մի անգամ նրանք գնում են Փարիզի շրջակայքի անտառում վարազ որսալու։ Նրանց ուղեկցում էին ծառաները։ Շարլը մի վարազ է տեսնում և սկսում է հետապնդել իր որսին, այնքան է խորանում մութ անտառում, որ ընկերներին կորցնում է ու մոլորվում։ Շուտով մութն ընկնում է։ Շարլը անտառում ժամերով թափառում է, հանկարծ իջևանատուն է տեսնում, ասում է. «Գնամ, գոնե գիշերը կքնեմ, կհանգստանամ, մինչև լույսը կբացվի և տեսնեմ ինչ կանեմ»։ Կեսգիշերին մտնում է իջևանատուն, խեղճը գայլի պես սովածացել էր։ Իջևանատերը ինչ ուներ բերում է դնում սեղանին, և Շարլը մինչև վերջին պատառը սեղանը մաքրազարդում է ու կշտանում։ Ֆրանսիայի թագավորի տղայից բացի իջևանատանը մի ուրիշ հյուր էլ է լինում։ Շարլը և անծանոթը սկսում են զրուցել, բայց ոչ մեկը մյուսին չի ասում իր ով լինելը։ Երբ սեղանը հավաքում են, անծանոթը Շարլին ասում է. «Արի թուղթ խաղանք, ժամանակ կանցկացնենք»։ Չնայած Շարլը շատ էր հոգնել, բայց չի ուզում անծանոթ մարդուն մերժել։ Խաղում են։ Շարլի բախտը ոչ մի անգամ չի բերում, անընդհատ տարվում է, գրպանում ոչ մի սու չի մնում։ Տեսնում է փողերը պրծան, ասում է. «Արի մեր ձիերի վրա խաղանք»։ Խաղում են, ձիուց էլ է զրկվում և ասում է. «Էլ չեմ խաղում»։ «Արի մի անգամ էլ խաղանք», պնդում է անծանոթը։ «Չէ, չեմ խաղում», պատասխանում է թագավորի տղան, «մոտս ոչինչ չմնաց, էլ ինչի վրա խաղամ»։ «Ես իմ գլխի, դու քո գլխի», առաջարկում է անծանոթը։ Շարլը մտածում է. «Ես սրան հո միշտ չեմ տարվելու» և ասում է. «Լավ, համաձայն եմ, արի խաղանք»։ Խաղաքարտերը բաժանում են։ Ավաղ, Ֆրանսիայի թագավորի տղայի բախտը նորից չի բերում։ Այդ ժամանակ անծանոթը ասում է. «Քո գլուխը հիմա չեմ ուզում, ուղիղ մի տարի ու մի օր քեզ ժամանակ եմ տալիս։ Քեզ կսպասեմ իմ դղյակում, քո ոտքով կգաս ու պարտքդ կտաս։ Եթե չգաս, ես կգամ ու քեզ կգտնեմ, որտեղ էլ լինես, թեկուզ գետնի տակ»։ «Մի վախեցիր, կգամ», պատասխանում է արքայազնը, «բայց գոնե ասա իմանամ, ով ես, որտեղ ես ապրում»։ «Ես Բարբովեր կանաչ մորուքն եմ», պատասխանում է անծանոթը, «իսկ թե որտեղ եմ ապրում, հիմա չեմ ասի, թե մտքիդ լինի, կփնտրես ու կգտնես իմ դղյակը, չգտար, ինձնից չնեղանաս»։ Առավոտյան լույսը բացվելուն պես արքայազնը արթնանում է ու գնում։ Տան ճանապարհը հեշտությամբ գտնում է, վերադառնում պալատ, տխուր ու մտամոլոր։ Իր սպանած վարազին էլ թողնում է իջևանատիրոջը, որպես քնելու վարձ։ Իսկ երբ պալատ է մտնում, տեսնում է՝ բոլորը վշտի մեջ են։ Կարծում էին, թե արքայազնին գիշերը անտառի գազանները կերել են։ Շարլին տեսնում են, թե չէ բոլորը ուրախանում են։ Շարլը գնալով տխրում է ու դառնում մտածկոտ։ Ոչ մեկի հետ չի ուզում խոսել, ծիծաղը դեմքից վերանում է, և խեղճը օրորինի հարում է, հալումարշ է լինում։ Նրան տեսնողը կկարծեր, թե ծնված օրվանից հիվանդ է եղել և այդպես հիվանդ էլ մնացել է։ Թագավորը հազար բժիշկ է կանչում, բայց ոչ մեկը տղայի հիվանդության պատճառը չի հասկանում։ Խեղճ ծնողները շվարել մնացել էին։ Այդպես անցնում է 10 ամիս։ Մի օր Շարլը գալիս է հոր մոտ և ասում է. «Հայրիկ,
Ես պետք է հեռավոր ճամփորդության գնամ։ Դա շատ վտանգավոր ճամփորդություն է, կարող է գնամ ու էլ չվերադառնամ, եկել եմ քեզ հրաժեշտ տալու։ Խեղճ հայրը ինչքան արցունք է թափում, ինչքան աղաչանք պաղատանք է անում, որ տղան մի բան ասի, բայց ոչինչ չի ստացվում։ Շառլը մեկնում է առանց իմանալու, թե ուր է գնում և ինչու է գնում։ Մի պատահական ճանապարհ է բռնում ու գնում է։ Մի քանի օր այդպես գնում է և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է հայտնվում այն նույն անտառում, որտեղ մոլորվել էր որսի ժամանակ։ Երբ մութն ընկնում է, արքայազնը մի խրճիթ է տեսնում, մոտենում է, դուռը ծեծում։ Դուռը բացում է մի ճերմակահեր ծերունի։ «Բարև, քեռի ճգնավոր», ասում է արքայազնը։ «Բարևն Աստծուն, զավակս», պատասխանում է ճգնավորը։ «Այս ուշ ժամին ի՞նչ ես անում անտառում»։ «Բարբովեր կանաչ մորուքի տունն եմ փնտրում», ասում է արքայազնը։ «Ուզում եմ նրան հյուր գնալ, բայց չգիտեմ, թե որտեղ է գտնվում դղյակը, չգիտեմ, թե որ ճանապարհով եմ գնալու»։ Ծերունին պատասխանում է. «Ես գիտեմ, թե որտեղ է ապրում Բարբովերը, նաև գիտեմ, թե դու ինչու ես ուզում գնալ նրա մոտ։ Միշտ տապիր, դեռ ժամանակ ունես, մի քանի օր իմ խրճիթում մնա, երբ օրը գա, ես կասեմ, թե ինչպես գտնես Բարբովեր կանաչ մորուքի դղյակը»։ Արքայազնը 8 օր ապրում է անտառի խրճիթում։ 9-րդ օրը ծերունին ասում է. «Զավակս, ժամանակն է, որ դու քո խոսքի տերը լինես ու գնաս Բարբովերի մոտ։ Հիմա ուշադիր լսիր, տես քեզ ինչ եմ ասելու։ Գիտեմ, մեծ դժբախտության մեջ ես ընկել, ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է անես, թե չէ Բարբովերից փրկություն չես ունենա»։ Ծերունին նրան մի մետաղյա գնդիկ է տալիս և ասում է. «Վերցրու այս գնդիկը, նա քո առջևից ինքն իրեն կգլորվի ու քեզ կհասցնի մի բարձր սարի։ Բարբովերի դղյակը տանող միակ ճանապարհը դա է։ Երբ հասնեք սարի ստորոտին, գնդիկը նորից ինքն իրեն հետ կգա ինձ մոտ»։ Հետո ծերունին մի մկրատ է բերում և շարունակում է. «Էդ սարի վրա մամխի ու մոշի անանցանելի թփեր են աճում։ Դրանք այնքան խիտ են, որ սովորական մահկանացուն չի կարող անցնել ու սարը բարձրանալ։ Այս կախարդական մկրատով թփերը կկտրտես, ճանապարհդ կազատես ու կասես. «Մկրատ, տուն գնա», և մկրատը ինքն իրեն կվերադառնա ինձ մոտ։ Հետո կբարձրանաս սարը, սարի գլխին մի դաշտ կգտնես, դաշտում բուրումնավետ ծաղիկներ են աճում, իսկ կենտրոնում մի լճակ կա։ Լճակի ջուրը մաքուր է, իսկ հատակը ծածկված է արծաթյա սալիկներով։ Լճափին իրար կողքի սիրուն շարված 3 ոսկյա նստարաններ կան։ Նստարաններից մեկից քիչ հեռու դափնու թփեր կտեսնես, կգնաս ու մի թփի ետևում կսպասես։ Մի քիչ հետո երկնքից 3 թռչուններ կիջնեն։ Դրանք սովորական թռչուններ չեն, արքայադուստրեր են։ Քույրերը կիջնեն ու կնստեն ոսկե նստարաններին։ Հետո նրանք շորերը կհանեն ու կգնան լճակում լողանալու։ Կսպասես հարմար պահի ու կցատկես, կնստես ամենակրտսեր արքայադստեր մեջքին։ Կնստես թե չէ, երկինք կբարձրանաս ու քեզ կտանի իր հոր՝ Բարբովերի դղյակը։ Բոլոր ասածներս եթե կատարես, ամեն ինչ բարեհաջող կլինի, իսկ եթե ինձ չլսես, ծնողներիդ երեսը երբեք չես տեսնի»։ Շառլը շնորհակալություն է հայտնում բարի ծերունուն, խոստանում է հետևել նրա խորհուրդներին և ճամփա է ընկնում։ Նրա առջևից գլորվում էր մետաղյա գնդիկը, գնում, վերջապես հասնում է ծերունու ասած սարին։ Գնդիկն սկսում է ինքն իրեն գլորվել, հեռանալ։ Արքայազնը մկրատով կտրտում է փշոտ թփերը և մկրատը գնդիկի նման ինքն իրեն վերադառնում է տիրոջ մոտ։ Արքայազնը սկսում է բարձրանալ սարն ի վեր։ Բարձրանում, հասնում է սարի գլխին։ Տեսնում է դիմացը մի գեղեցիկ այգի է փռված։ Հեքիաթային բուրումնավետ ծաղիկներից բացի, այգում պտղատու ծառեր կային, որոնց ճյուղերը մրգերի ծանրությունից գետնին էին կպչում։ Շառլը մի քիչ էլ որ առաջ է գնում, հասնում է ծերունու ասած լճակին։ Լճակի ջուրն այնքան մաքուր էր, որ հատակի արծաթե սալիկները պարզ երևում էին։ Ուղիղ լճակի հատակին տղան 3 գեղեցիկ ոսկյա նստարան է տեսնում, իսկ մի քիչ հեռու դափնու թփեր։
Հրաշալի օր էր, Արեգակը կանգնել էր կապույտ երկնքի կենտրոնում և վերևից ուրախ ժպտում էր արքայազնին, ինչպես ծերունին էր պատվիրել, թագավորի տղան թաքնվում է մի դափնու հետևում և սպասում է: Շատ է սպասում, թե քիչ հանկարծ տեսնում է, որ երկնքից իջնում են 3 գեղեցիկ թռչուններ: Նրանք իջնում են և իրենց ոտքերը դնում գետնին, նույն վայրկյանին նրանց փետուրները թափվում են և նրանք դառնում են 3 ջահել սիրուն աղջիկներ, որոնց նմանը արքայազնը ոչ տեսել էր, ոչ լսել: Աղջիկները ուրախ զվարթ նստում են նստարաններին, մի 2 րոպե հանգստանում են ու նետվում են ջուրը: Շառլը մի հարմար պահ է ընտրում, ճարպկորեն դուրս է գալիս թաքստոցից, վազում է կրտսեր աղջկա ետևից, որը 3 քույրերից ամենագեղեցիկն էր, ջուրն է նետվում և նստում է նրա ուսերին: Աղջիկը հանկարծակի է գալիս, վախից ճչում է, ջրից դուրս թռչում ու Շառլի հետ բարձրանում երկինք: Քույրերն էլ նրանց ետևից են բարձրանում: Այսպես աղջիկները հասնում են իրենց հոր՝ բարբովեր կանաչ մորուքի դղյակին, որը կախված էր օդում երկրի ու երկնքի միջև: Հենց որ բարբովերը արքայազնին տեսնում է, իսկույն ճանաչում է նրան և ասում է. «Օ՜, այսում եմ տեսնում, Ֆրանսիայի թագավորի որդին ինքն իր ոտքով ինձ հյուր է եկել, չլինի եկել ես պարտքդ տալու»: «Ես եմ, բարբովեր», պատասխանում է տղան, «քո ասած ժամկետը լրացել է և ես եկել եմ, ինչպես պայմանավորվել էինք»: «Լավ ես արել, որ եկել ես», ասում է բարբովերը, «եթե չգայիր, ես քո ետևից կգայի, լավ, հերիք է խոսենք, գնացինք»: Բարբովերի կրտսեր աղջիկը մոտենում է հորն ու ասում. «Հայրիկ, գոնե մինչև վաղը սպասիր»: «Ճիշտ ես ասում, աղջիկս», ասում է բարբովեր կանաչ մորուքը, «քանի որ արքայազնը իր խոսքի տերը եղավ և իր ոտքով եկավ մեր դղյակը, կարող ենք մի օր սպասել»: Բարբովերի կրտսեր աղջկա անունը Քվանտիկ է լինում: Շառլը Քվանտիկին պատմում է իր մասին, աղջիկը, որն անտարբեր չէր արքայազնի նկատմամբ, խոստանում է նրան օգնել: Ճաշից հետո Շառլը գնում է իրեն հատկացված սենյակը: Նրա ետևից ներս է մտնում Քվանտիկը: «Արքայազն», ասում է բարբովերի աղջիկը, «ես քեզ շատ եմ խղճում, դու լավ տղա ես երևում, բայց ափսոս, հայրս որոշել է քեզ սպանել»: «Ոչինչ, մի տխրիր, մենք ժամանակ ունենք, կարող ենք մի բան մտածել, քեզ փրկել, հույսդ մի կտրիր: Վաղը առավոտյան հայրս քեզ կկանչի ու մի հանձնարարություն կտա, ինչ ուզում է ասի չվախենաս, քո կողքին կանգնած եմ, քեզ կօգնեմ: Եթե նրա ներկայությամբ քեզ հետ խիստ խոսեմ, նույնիսկ ապտակեմ, ոչինչ, չնեղանաս, ուրեմն այդպես է պետք: Մի բան լավ հիշիր, ինչ անելու լինեմ, անելու եմ քեզ համար, որ քեզ փրկեմ»: Հաջորդ առավոտյան բարբովեր կանաչ մորուքը արթնանում է ու իր կրտսեր աղջկան ասում է. «Հեյ Քվանտիկ, շուտ արա, մեր հյուրին նախաճաշ տուր, սոված կլինի, թող ուտի, որ լավ աշխատի»: «Հայրիկ, իմ ինչ գործն է, նա կուշտ է թե սոված», դժգոհում է Քվանտիկը: «Նա ով է, որ ես նրա համար նախաճաշ պատրաստեմ, մենք ծառա ունենք, ծառային ասա թող պատրաստի»: «Քեզ ասում եմ նախաճաշ տուր, ուրեմն տուր և վերջ», բարկանում է բարբովերը: Քվանտիկը փնթփնթալով սկսում է նախաճաշ պատրաստել, ձևացնում է իբրև դժգոհ է: Երբ Շառլը նախաճաշում է վերջացնում, բարբովերը նրան մի սովորական կացին է տալիս ու կարգադրում է, որ մինչև արևի մայր մտնելը կտրատի իր անտառի բոլոր ծառերը: Ասում է. «Անտառը կտրեցի՞ր, լավ, չկտրեցի՞ր, գլուխդ կթռցնեմ»: Արքայազնը կացինը ուսն է գցում ու շվշվացնելով գնում անտառ: Տեղ է հասնում, նայում է անտառին, անտառի ծայրը չի երևում: Երկնքում ինչքան աստղ կար, անտառում էլ այնքան ծառ կար: Մեկ անտառին է նայում, մեկ իր ձեռքի կացնին է նայում, հուսահատվում է: Մտածում է. «Վերջս եկել է, ես էս անտառը ոնց կտրեմ»: Նստում է մի ծառի տակ և սկսում է լաց լինել: Լաց է լինում ու ինքն իրեն ասում է. «Էհ Շառլ, վերջդ եկել է, դու փրկություն չունես, ախր քեզ ով էր ասում կախարդի հետ թուղթ խաղաս»: Ասում է ու լաց է լինում: Երբ օրը ճաշ է դառնում, բարբովերը Քվանտիկին կանչում է ու հրամայում է ուտելիք տանի արքայազնին: Քվանտիկը ճաշը վերցնում է ու գնում անտառ:
Գնում է, տեսնում արքայազնը մի ծառի բնի թիկն է տվելու հոնգուր լաց է լինում, արքայազն, ասում է քվանտիկը, լացելով գործն առաջ չի գնա, լացելով այս անտառը չես կտրի, ձեռքը թափ է տալիս արքայազնը, ոչ էլ ուզում եմ փորձել, մեկ է բան դուրս չի գա, հայրդ լավ կաներ ինձ միանգամից սպաներ, չէ, տեսնում եմ քեզ աշխատել չեն սովորեցրել, ասում է բարբովերի աղջիկը, կացինը տուր հիմա քեզ ցույց կտամ, թե ինչպես են ծառ կտրում, քվանտիկը արքայազնի ձեռքից կացինը վերցնում է և տուր թե կտաս, ինչքան ուժ ուներ խփում է մի ծառի, նրա հարվածից ծառը ճռռալով ծալվում է և ընկնում կողքի ծառի վրա, էս ծառն էլ ընկնում է մի ուրիշ ծառի վրա, երրորդ ծառը չորրորդի, չորրորդը հինգերորդի, մի հարվածով քվանտիկը միանգամից 5 ծառ է գլորում, մի ժամ էլ չանցած անտառից հետք չի մնում, քվանտիկը կացինը տալիս է արքայազնին և ասում է. «Արքայազն, մի փորձանքից պրծանք, մի տխրիր, հույսդ ինձ վրա դիր, չհուսահատվես», ասում է, արքայազնին թողնում է ջարդված ծառերին պահակ, իսկ ինքը վերադառնում է տուն, երբ արևը մայր է մտնում, Շառլը կացինն ուսին շվշվացնելով գալիս է դղյակ, արքայազն, չլինի թե հրամանս կատարել ես, տեսնում եմ ուրախ ես, դռան շեմից հարցնում է բարբովերը, կատարել եմ, հանգիստ պատասխանում է Շառլը, ո՞նց թե, զարմանում է բարբովերը, էդ ինչ ես ասում, ամբողջ անտառը հո չես կտրել, քո ամբողջ անտառը կտրել եմ, մի ծառ էլ չեմ թողել, պարծենում է Շառլը, այ տղա, էդ ինչ ես արել, տխրում է բարբովերը, դու ինձ զրկել ես իմ գեղեցիկ անտառից, դու ինձ սնանկացրել ես, հասկանու՞մ ես ինչ ես արել, բարբովեր, դու հրամայել ես, ես էլ քո հրամանը կատարել եմ, պատասխանում է Շառլը, էստեղ մի բան կա, մտածում է բարբովերը, հաջորդ օրը առավոտյան նա Շառլին տանում կանգնեցնում է մի բարձր լեռան ստորոտին, նրան մի փայտյա բահ է տալիս և հրամայում է, որ մինչև արևի մայր մտնելը այդ հսկա լեռը քանդի հավասարեցնի, ասում է այնպես կհավասարեցնես, որ գամ լեռան տեղը ոչ մի քարի կտոր չմնա, արեցի՞ր, լավ, չարեցի՞ր, գլուխդ կթռցնեմ, ասում է ու Շառլին լեռան ստորոտին մենակ թողնում գնում, հենց որ բարբովերը հեռանում է, արքայազնը նստում է մի ծառի ստվերի տակ, գրպանից հանում է չիբուխն ու սկսում է ծխել, նա լուռ ծխում է և անհանգիստ նայում դիմացի սարին, անընդհատ մտածելով քվանտիկի մասին, մտածում է, որ եթե քվանտիկը չգա ու իրեն չօգնի, այս անգամ ինքը հաստատ կորած է, ծխում է, մինչև օրը ճաշ է դառնում, շուտով քվանտիկը գալիս է և արքայազնի համար ուտելիք է բերում, գալիս է, տեսնում արքայազնը մի ծառի ստվերի տակ նստած չիբուխ է ծխում, արքայազն, ասում է բարբովերի աղջիկը, ծխելով գործը առաջ չի գնա, ծխելով դու այս լեռը չես քանդի, ձեռքը թափ է տալիս Շառլը, ոչ էլ ուզում եմ փորձել, մեկ է փորձեմ չփորձեմ բան դուրս չի գա, ինչքան էլ փորձեմ, ինչքան էլ փորեմ, էս բահով էս հսկայական լեռը չեմ կարող վերացնել, և ավելացնում է, քվանտիկ, եթե մի բան անես, էլի դու կանես, քվանտիկը տղայի ձեռքից բահը վերցնում է, բահով խփում է ժայռին և ասում է, լեռ, հավասարվիր, ասելն ու նույն վայրկյանին Սարի անհետանալը մեկ է լինում, երբ արևը մայր է մտնում, Շառլը բահը ուսն է գցում ու շվշվացնելով վերադառնում է դղյակ, արքայազն, չլինի թե հրամանս կատարել ես, տեսնում եմ ուրախ ես, դռան շեմից բացականչում է բարբովերը, կատարել եմ, հանգիստ կաց, պատասխանում է արքայազնը, ո՞նց թե, չի կարող պատահել, զարմանում է բարբովերը, պատահել, ասում է Շառլը, եթե չես հավատում, բարձրացիր աշտարակի վրա քո աչքով տես, որ համոզվես, բարբովերը կարծում է, թե արքայազնը սուտ է ասում, նա արագ բարձրանում է աշտարակի վրա և զարմանքից ապշում է, առավոտվա լեռը չէր երևում, ասես չէր էլ եղել, կա չկա էստեղ մի բան կա, մտածում է բարբովերը, լավ, թագավորի տղա, ես քեզ ցույց կտամ, թե բարբովերը ով է,
Վաղը ես մի այնպիսի գործ կհանձնարարեմ, որ քեզ պես հազարին էլ բերես, գլուխ չհանեն։ Շառլը ընթրում է ու գնում իր սենյակը քնելու։ Նրա հետևից թաքուն ներս է մտնում Քվանտիկը և ասում է. «Արքայազն, մինչև հիմա մենք հեշտությամբ գլուխ էինք հանում հորս ասածներից։ Վաղը նա քեզ շատ դժվար հանձնարարություն է տալու։ Ոչինչ, ինչ ուզում է ասի, չվախենաս»։ Առավոտյան բարբովերը Շառլին կանչում է իր մոտ, ասում է. «Դու պետք է փնտրես ու ափ հանես այն խորտակված նավի խարիսխը, որով մի ժամանակ ճանապարհորդել է իմ պապը, այդ խարիսխը արդեն 100 տարուց ավելի է, ինչ ընկած է ծովի հատակին, ասում է մինչև արևի մայր մտնելը խարիսխը հանեցիր, լավ, չհանեցիր, գլուխդ կթռցնեմ»։ Շառլը շվշվացնելով գնում է ծովափ, նստում է մի քարի վրա և սկսում ծխել։ Օրը ջաշ է դառնում, թե չէ, Քվանտիկը գալիս է ծովափ և ասում է. «Արքայազն, ուշադիր լսիր, ինչ որ կասեմ, և կատարիր ասածս։ Խոսքս որ վերջացնեմ, դանակով գլուխս կտրիր ու ծովը գցիր, մի վախենա, ինձ ոչ մի բան չի լինի, գլուխս կգցես ծովը և կսպասես ինձ, բայց տես հա, ինչ ուզում է լինի չքնես, հենց որ քնես մենք երկուսով կորած ենք, հասկացա՞ր։ Դե հիմա դանակը վերցրու ու գլուխս կտրիր, հանգիստ կտրիր, որ ձեռքդ չդողա»։ Շառլը կտրում է աղջկա գլուխը, ծովն է գցում, նստում է մի քարի ու սպասում։ Սպասում, շատ ժամանակ է անցնում, թե քիչ, հանկարծ քունը տանում է։ Շառլը հազիվ է իրեն զսպում, բայց չի դիմանում, կոպերը փակվում են և ուզում է քնել։ Լավ է, հենց այդ պահին ծովից դուրս է գալիս Քվանտիկի գլուխը, խարիսխի հետ միասին։ «Իմ խեղճ արքայազն, քիչ էր մնում քնեիր», ասում է Քվանտիկի գլուխը, «շուտ արա, գլուխս դիր մարմնիս վրա, մի վախեցիր, ինքն իրեն կկպչի»։ Շառլը աղջկա գլուխը դնում է իր տեղը, դնում է թե չէ, միանգամից իր դիմաց կանգնում է Քվանտիկը, առաջվա պես բարի ու գեղեցիկ։ «Իսկ հիմա մենք պետք է շուտ տուն հասնենք», ասում է Քվանտիկը, «ինձ հանգստանալ է պետք»։ Արքայազն, սա քո վերջին փորձությունն էր, վերջ մեր մտատանջություններին։ Երբ հայրս տեսնի, թե դու խարիսխն էլ ես բերել, շատ կուրախանա և քեզ կառաջարկի ամուսնանալ իր 3 աղջիկներից մեկի հետ։ Դու նրան կասես, որ ուզում ես ամուսնանալ ինձ հետ, բայց իմ 2 քույրերը կառարկեն ու հորս կասեն. հայրիկ, մենք համաձայն չենք, մենք մուկ կդառնանք և 3-իս էլ գցեք մի պարկի մեջ, ում որ արքայազնը պարկից հանի, թող նրան էլ կին վերցնի։ Հայրս կպատասխանի. շատ լավ, թող ձեր ասածը լինի, հետո նա ինձ ու քույրերիս մուկ կդարձնի ու կգցի պարկի մեջ, երբ դու ձեռքդ մտցնես պարկը, 2 մուկ կսկսեն թռչկոտել ու ձեռքիցդ քաշել։ Տես հա, նրանցից ոչ մեկին չհանես, դրանք իմ քույրերը կլինեն, իսկ ես հանգիստ կնստեմ պարկի մի անկյունում, և դու հեշտությամբ ինձ կգտնես ու կհանես։ Շառլը և Քվանտիկը վերադառնում են դղյակ, տուն են հասնում, թե չէ, Քվանտիկը մտնում է իր սենյակ ու քնում է։ Բարբովեր կանաչ մորուքը տեսնելով, որ Շառլը իր այս հանձնարարությունն էլ է կատարել, ուրախանում է և Ֆրանսիայի թագավորի տղային ասում է. «Ապրես, արքայազն, դու արժանի ես, որ իմ փեսան դառնաս, ես 3 աղջիկ ունեմ, ձեռքդ որի վրա դնես, նրան քեզ եմ տալիս»։ Շառլը պատասխանում է. «Բարբովեր, ես Քվանտիկին եմ ուզում»։ Հայրիկ, միանգամից բացականչում են քույրերը, մենք համաձայն չենք։ Արքայազնի ընտրությունը պետք է ազնիվ լինի։ Եվ աղջիկները բարբովերին առաջարկում են իրենց մուկ դարձնել և գցել մի պարկի մեջ, ասում են. «Մեզնից որին որ արքայազնը դուրս հանի, թող նրա հետ էլ ամուսնանա»։ Շատ լավ, համաձայնում է բարբովերը, թող ձեր ասածը լինի։ Բարբովեր կանաչ մորուքը իր աղջիկներին մուկ է դարձնում և գցում մի պարկի մեջ։ Երբ Շառլը ձեռքը մտցնում է պարկի մեջ, 2 մկներ միանգամից սկսում են թռչկոտել ու քաշքշել նրա մատներից, բայց Շառլը ձեռքը տանում է պարկի անկյուններին և փնտրում 3-րդ մկանը։
Սա իր համար հանգիստ նստել էր ու չէր շարժվում։ Շառլը մկանը բռնում է, պարկից հանում ու բարբովերին ասում է. «Ես սրան եմ ուզում»։ Այդ խոսքերի վրա մուկը նորից աղջկա կերպարանք է ստանում ու կանգնում արքայազնի դիմաց։ Շառլին ու Քվանտիկին ամուսնացնում են, առավոտի ծիրիկուն դղյակում հարսանիք են անում, գիշերը վրա է հասնում, նորապսակները գնում են իրենց սենյակը։ Սենյակ են մտնում, թե չէ, Քվանտիկը դիտմամբ գետնին է գցում մահճակալի կողքին դրված մոմակալը։ Հենց որ մոմակալը ընկնում է, հատակը բացվում է, և մահճակալը Շառլի ու Քվանտիկի հետ միասին ընկնում է անհատակ անդունդը։ Հենց որ մոմակալը ընկնում է, հատակը բացվում է, և մահճակալը Շառլի ու Քվանտիկի հետ միասին ընկնում է անհատակ անդունդը։ Մահճակալը ընկնում է մի անիվի վրա, որի բոլոր կողմերից սուր դանակներ էին ցցված և հազար կտոր է լինում։ Այդ թակարդը նորապսակների համար սարքել էին Քվանտիկի երկու քույրերը, որոնք նույնպես սովորական աղջիկներ չէին, կախարդ էին, բայց Քվանտիկն այնպես է անում, որ անիվը դառնում է մի գեղեցիկ ոսկե կառք, իսկ ինքը և իր ամուսինը հայտնվում են այդ կառքի մեջ։ Նորապսակները կառքը քշում են ուղիղ դեպի Փարիզ։ Կառքն այնքան բարձր էր սլանում, որ ամուսինների գլուխները դիպչում էին ամպերին։ Հանկարծ նրանք տեսնում են, որ թռչում են այն անտառի վրայով, որտեղ ապրում էր սպիտակահեր ծերունին։ Շառլը և Քվանտիկը իջնում են ներքև և մի օր մնում ծերունու տանը։ Ծերունին կախարդուհուն դարձնում է սովորական մահկանացու, և նորապսակները շարունակում են իրենց ճանապարհը։ Հասնում են Փարիզ, տեսնում են թագավորը մահամերձ անկողնում պառկած է։ Խեղճ հայրը որդուն սպասել և վշտից անկողին ընկել։ Հենց որ թագավորը իր որդուն ու նրա գեղեցկուհի կնոջը տեսնում է, միանգամից ոտքի է կանգնում, առողջանում։ Արքայազնը վերադարձել էր, արքայազնը ամուսնացել էր, թագավորը առողջացել էր։ Թագավորությունում բոլորը քեֆ են անում, ուրախանում։ Ասում են, որ այդ խնջույքներին մասնակցում էին նաև աղքատները։ Ահա և այս գեղեցիկ պատմությունը ավարտվեց։ Այս պատմությունը սովորեցնում է, որ բարի և աշխատասեր մարդիկ միշտ պարգևատրվում են և իհարկե դառնում են երջանիկ։ Եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր պատմություններ լսելու հնարավորություն ունենաք։